Բարև ձեզ հարգելի համաքաղաքացիներ, այսօր մարտի 29 է 2025 թվականի եւ ես սկսում եմ իմ հեղինակային հաղորդումները, այսօր անդրանիկ հաղորդումն է, որը կոչվում է ազատագրում։ Ինչու համար ազատագրում, ինչու այս անվանումը եւ այս հաղորդաշարը ինչ նպատակներ է հետապնդելու, ինչի համար է, ես կփորձեմ այսօր ձեզ ներկայացնել այս հաղորդումը առաջանալու պատճառները եւ նպատակները։ Եվ պարտադիր պետք է շնորհակալություն հայտնեմ Նոյան Տապան հեռուստաընկերությանը այդ հնարավորությունը մեզ տրամադրելու համար։ Ազատագրում։ Մենք գաղտնիք չէ, որ Հայաստանը բռնազավթված երկիր է։ Այո, բռնազավթված, կարծես թե ունի իր բոլոր պետական ատրիբուտները, հիմն, դրոշ, այսպես ասած մակում իր յուրին տեղը, իր բոլոր պետական կառույցներով, բայց այնուամենայնիվ մենք չենք մեր գլխի տերը։ Հայաստանի քաղաքացին չի իր գլխի տերը եւ Հայաստանի քաղաքացին չի որոշում իր զարգացման ուղիները, իր պաշտպանության երաշխավորը չի, իր տնտեսության զարգացման ուղիները փնտրողը չի, այլ այս ամենը մեզ թելադրվում է դրսից։ Մենք իհարկե հաջորդական ասենք ասենք հաղորդումների ժամանակ մանրամասն կբացատրենք թե կոնկրետ որ երկիրն է որ ասենք մեզ բռնազավթել է եւ որ երկիրն է որ իր սեփական շահերի համար է յուրաքանչյուր հարց լուծում ի վնաս հայերի։ Այնքան շատ օրինակներ կան եւ կարծում եմ արդեն շատ մարդիկ արդեն կռահեցին թե որ երկրի մասին է խոսքը, թե որ երկրի կողմից են բռնազավթված։ Բայց ես կուզեմ այսօր անդրադառնալ բուն իմաստին, այս հաղորդաշարերի։ Մենք ազատագրվելու խնդիր ունենք։ Ինչպես որ ցանկացած պետություն կամ անգամ ինչպես որ ցանկացած անհատ։ Մենք ազատագրվում ենք մեր կոմպլեքսներից, բարդույթներից, մեր ստրկամտությունից, յուրաքանչյուր մարդ անհատ ինքը ազատագրվելու խնդիր ունի։ Եվ ինչպես նաև մենք ազատագրվելու խնդիր ունենք ազգովի եւ դառնալ միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ։ Ազատ ազգերի շարքում լինել ազատ պետություն, ազատ ազգ ունենալով իր սեփական կարծիքը, ունենալով իր սեփական կառավարությունը։ Մենք տեսնում ենք, որ մեր կառավարությունը երբեմն որոշում ընդունելուց առաջնորդվում է միայն ու միայն զավթիչի շահերից։ Լինի դա Սիրիա ժամանակին, Սիրիա կոնտինգենտ ուղարկելուն, անգամ եթե դա եզրափակվում է մի քանի սակրավորներով կամ բժիշկների մի խմբով, բայց ասենք այդ երկրի կազմում այդ 30 հոգին ազգային ժողովում քվեարկում են եւ այդ 30 հոգին այդում ներկայանում է որպես այդ երկրի կողմից իր դաշնակից։ Բոլորիդ համար գաղտնիք չէ որ այդ պետությունը հենց Ռուսաստանի մասին է խոսքը։ Ես ժամանակին օրինակ այդ փաստի վերաբերյալ ասել եմ ասում հայախբեջան Սիրիայում ինչ գործ ուներ։ Չէ, պետք էր որ Ռուսաստան այնտեղ որ ներկայացված լինի, նաև այնտեղ, այսինքն ցուցակների մեջ ներկա լինեն նաև հայկական կողմը, որպես Ռուսաստանի դաշնակից։ Եվ ինձ համոզում էին ասում, այ մարդը հո չեն այդում կռիվ անելու մեր հայերը։ Անդե այդում են ուղղակի որպես բժիշկ եւ մի քանի սակրավորներ։ Ասում դուք հասկանում եք, որ այդ սակրավորները պետքա ճանապարհը ականազերծեն թուրքական տանկերի համար։ Իրանց չի հետաքրքրում, իրանց հետաքրքրում էր, որ հրանգը ստացել են Կրեմլից եւ այդպես պետք է անեն։ Ես ճիշտ է ձեզ ասել էի, որ
հետագա հաղորդումների ժամանակ մենք կանրադառնանք, հա, փաստերի վերաբերյալ։ Ուղղակի չդիմացա այս մի օրինակը բերեցի, որպեսզի պատկերավոր լինի, թե ինչից պետք է մենք ազատագրվենք։ Եվ բռնազավթված լինելու հանգամանքը նաև այս վերջերս երևաց նաև այս դաժան պարտությանը, ֆուտբոլային պարտության ժամանակ։ Կարծես թե, հա, ֆուտբոլ, հա, վատ են խաղացել, ինչ կապ ունի, շատ ուղղակի եւ անմիջական կապ ունի։ Հիմա տեսեք, երբ որ երկրում չի տիրում ազգայինը, երբ որ երկրում չի տիրում պետականամետ մտածելակերպը, ուրեմն ամեն ասպարեզում էլ մենք տեսնում ենք անկումային տրամադրություն, լինի դա սպորտում, գիտությունում, ուսման մեջ, տնտեսության մեջ, երբ որ երիտասարդի մեջ բթացնում են, հա, ազգայինի զգացմունքը, պարտքի զգացմունքը, հասկանում կան օրենքով ամրագրված գործողություններ, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անել։ Կա բարոյական պարտք, երկրի պաշտպանություն, երկրի դրոշը բարձրացնելու, ասենք այդ տենչը, հա, այդ ամեն ինչը բթացած է։ Ինչի է հաշվին է բթացած։ Այսօրվա իշխանությունների կողմից վարած քաղաքականության։ Եվ բնականաբար է, որ նաև դա կազդի նաև սպորտի վրա։ Ճիշտ է, փառք Աստծո, որ առանձին վերցրած սպորտաձևերում, հատկապես անհատական սպորտաձևերում, որտեղ էլ ավելի հեշտ է ինքնակազմակերպվել, քանի որ մի հոգուց է կապված, եւ եթե իր մեջ նստած է ազգային, ինքը շատ արագ վերցնում է ինքը իր կամքը իր բռունցքների մեջ եւ անհատական սպորտաձևերի մեջ մենք փառք մեր տղաներին, հա, եւ մեր հիմնը եւ դրոշը հնչեցնում ենք։ Բայց թիմային սպորտաձևերի մեջ այսօրվա անկումային տրամադրությունները հասարակության մեջ եղած անմիջապես երևում է։ Այդ ինտրիգաները ֆեդերացիայի հետ կապված, ով է նախագահան, ոնց են ընտրվել, ինչի Հենրիկ Մխիթարյանը չի խաղում, նեղացրել են, այդ ամբողջը կապված է այս մթնոլորտի հետ։ Բա բնականաբար է պետք է այդպես խայտառակ ձևով մենք պարտվեինք։ Եվ հավատացեք, երևի շատերդ էլ գիտեք, որ հատկապես ֆուտբոլը, հա, այդպես թիմային այդ խաղը շատ շուտվանից է, որ դարել է քաղաքականության տար, անգամ սովետական ժամանակահատվածում, եթե հիշում եք, չէ, յուրաքանչյուր ֆուտբոլային, ասենք, խաղ վերածվում էր մի քաղաքական, այսպես երևույթի։ Ես կուզեմ իհարկե այսօր ժամանակ ունենք, առաջի հաղորդումն է, հիշեցնեմ Արարատ Երևան եւ Դինամո Թբիլիսի մի խաղ, կարծեմ դա եղավ կամ 1971 կամ 1972 թվականին Թբիլիսիում, եւ մենք հայերս հայկական այդ թիմը հաղթեց Թբիլիսիին 4-0 հաշվով։ Հաջորդ օրը սուկ էր Թբիլիսիում, սուկ, ուղղակի իսկապես վրացիները շատ ընկճված։ Գիտեք ինչ կա, եւ այն ժամանակվա սովետական իշխանությունը ոչ մի բանի դեմ կանգ չէր առնում, որ կազմակերպել կամ ազատություններ տար ռադիկալ տրամադրված այն շերտերին, ովքեր դրանից մեծ կռիվներ էին սարքում։ Եթե հիշողներ կան, այն ժամանակ այնտեղ մեքենաներ այրվեցին, ծեսկրտուկներ եղավ, բավականին այդ օրը, հա, այսինքն դուք ուզում եք ասեք սովետական երկիրը չէր կարող այդ դա կանխել, իհարկե կարող է, բայց դա դիտավորյալ, ուրեմն թույլ էին տվել։ Ինչի համար։ Որովհետև հայ-վրացական հարաբերությունները ուշի ուշով հետևում էին Լուբյանկայից։ Իրանք միշտ լարվածության մեջ էին պահում։ Ուրեմն սովետական բոլշևիկյան այդ կառավարությունը իր իշխանությունը պահում էր նաև սովետի մեջ եղած ազգերի հակամարտության ֆունդամենտի վրա։ Հակամարտությունները պետք է լինեին ոչ թե առողջ, ոչ թե
իրար սիրելով ուղղակի զուտ իսկապես սպորտային հակամարտություններ, այլ երբեմն դա հասցնում էին մինչև ատելության։ Այդ ստվերային ատելությունը հասնում էր այն աստիճանի, որ անգամ հայկական ազգանուն Վրաստանում ունենալը մի քիչ այնքան էլ բարենպաստ չէր։ Այո, իհարկե, եթե դու ինչ-որ մի մշակ անձնավորություն ես, բանվոր ես, ուղղակի սովորական մարդ ես, խնդիր չկա։ Բայց հենց մի փոքրիկ պաշտոն կամ առաջխաղացում պարտադիր պետք է ազգանունը թողեի։ Ես ասեմ, որ ես եւ իմ ընտանիքը այդ թոբով անցել ենք։ Իմ կենսագրականի մեջ դուք երևի կարդացել եք հետաքրքրվողները, որ ես ծնվել եմ Թբիլիսի քաղաքում, ծնունդով Թբիլիսի քաղաքից եմ։ Եվ 10 տարեկան հասակում մենք ընտանիքով տեղափոխվեցինք Երևան։ Եվ այդ տեղափոխման համար նաև նշանակություն է ունեցել հենց այն հանգամանքը, որի մասին ես ձեզ ասացի, հայկական ազգանուն ունենալու հանգամանքը։ Իմ հայրս աշխատում էր այնտեղ կար Թբիլիսիում կար 31-րդ գործարան էր կոչվում, դա գաղտնի գործարան էր, այսպես ասած, եւ այնտեղ կոչվում էր ավիացիոն գործարան, այսինքն միգեր վերանորոգում էին, այսինքն ժամկետը որ գալիս էր այնտեղ ռեմոնտ էին անում ինչ-որ։ Եվ հայրս ավիաինժեներ էր, եւ այդ գործարանին պատվիրել էին Թբիլիսիի ֆունիկլյորի կառուցելը եւ նախագծելը։ Եվ հիմնական դերակատարներից մեկը, եթե ոչ հիմնականը, եղել է իմ հայրս, Քերոբ Սեդրակի Սարուխանյանը։ Եվ ես հիշում եմ, որ փոքր երեխա է, ինքը որ խոսում էր, ասում էր, այդ ֆունիկլյորի բացումը պետքա լինի, ինձ ասել են, որպես հեղինակ դու պետքա նստես այդ ճոպանուղու մեջ, պիտի գնաս, նա վախում էր, նա իր բնույթով ասում է, մարդ ես վախում եմ այդ բարձրի, չէ, այդպես էլ չնստավ։ Ինչ եմ ուզում, ասելիքս ինչու՞ն է, որ Իրանը սկսեցին հետապնդել եւ պարտադրել, որ դու պետք է քո ազգանունը փոխես։ Այսինքն հայկականա Սարուխանյան, պետք է սարքես Սարուխանաշվիլի կամ Սարուխանաձե, չգիտես։ Նա հրաժարվեց։ Իրան ասեցին, տղա, ազգանունդ որ փոխես, պաշտոնը դել ավելի կբարձրանա։ Եթե չփոխես, այս եղածից էլ կզրկվես։ Այսինքն այս եղած պաշտոն, որ դու վարում ես այդ գործարանում, դրանից էլ կզրկվես։ Նա համառորեն չփոխեց իր ազգանունը եւ իսկապես գիտեք իրան շատ նեղեցին եւ աշխատանքից, ընդ իջացրեցին, տեղափոխեցին այլ տեղման եւ ինքը հիասթափված, այսպես ասած, սովետական այդ եղբայրությունից, ազգերի եղբայրությունից եկավ եւ հանգրվանեց Երևանում, որի համար ես խորապես շնորհակալ եմ իմ հայրիկից։ Մենք մեծացանք ինչպես լիարժեք հայեր, այսինքն եւ ստացանք այդ հայկական դաստիարակություն, լիարժեք հայկական, չնայած երբեմն այն արձագանքները ոչ հայկական միջավայրում մեծանալու մինչ օրս էլ ես զգում եմ իմ մեջ եւ մշտապես աշխատում եմ դրա դեմ։ Մենք այնտեղ ստիպված էինք գնալ ռուսական դպրոց եւ իմ սկզբնական կրթությունը ես ստացել եմ ռուսական։ Ինչևից է, մենք մի փոքրիկ էքսկուրս արեցինք այդ ֆուտբոլային եւ ոչ միայն ֆուտբոլային դիվանագիտության մեջ եւ գիտեք ինչն է հետաքրքիր։ Ես դրա արձագանքները տեսնում եմ նաև այսօրվա ֆուտբոլային քաղաքականության մեջ։ Հիշում եք, երբ մի քանի օր առաջ դրանից Երևանում նույն խաղը տեղի ունեցավ, Հայաստան-Վրաստան խաղը, որը եւս պարտվեցինք 0-3 հաշվով, ես մի հուշագրավ բան նկատեցի։ Նախ ապրեն մեր տղաները եւ քաղաքացիները, որ վրացիների դիմավորեցին շատ ջերմ եւ փողոցներում շատ բարեդրացական էին տրամադրված վրաց երկրպագուների նկատմամբ, բայց ես մի բան նկատեցի, որ փողոցում շրջում էր մի լրագրող, այսպես ասած, որը ներկայացնում էր վրացական պետական հեռուստաընկերություն, փողոցում փոխանակ հարցնի ֆուտբոլից կամ լավ եղանակից կամ հայ-վրացական
եղբայրության ինչ որ թեկուս եւ այս վերջի տարիներին գոնե ֆուտբոլի միջոցով արտահայտվելուն տրամադրի, ասենք այդ իր հաղորդումները ճիշտ է ինքը այդ նույն տրամադրվածության տակ քողարկված, բայց մոտենում էր քաղաքացիներին հարցնում էր պրովոկացիոն այսպիսի մի հարց թե ով է Շոթա Ռուստավելին, այսինքն ինչ կապ ունի, այսինքն ոչ թե ով է Շոթա Ռուստավելին, դա կարող է շատ ճշգրիտ հասկանա միայն այն մարդը, ով վրացական միջավայրին, այսինքն կեղծ վրացական միջավայրին բավականին ծանոթ է։ Այսինքն շատ տեղեկություններ կան, որ այնուամենայնիվ նա շոթան չէր, այլ աշոտներ եւ հայ էր ծագումով։ Հա, ասենք թե հայ էր եւ ինչ։ Բայց ինքը շուտվանից վրացական գրող է։ Շատ էլ որ ինքը ծագումով կարող է հայ լինի եւ ինչ։ Եվ ինչա մեզ պետքա վաղը մեղադրեն նրա համար մեղադրանքի տեսանկյունից նայենք, ոչ թե գովասանքի, այլ Շոթա Ռուստավելին կամ Սայաթնովան հայ էր կամ բան։ Այլ վեգանենք հակառակ կողմը, մի տականք հայ էր։ Օրինակ ասենք Լավրովը հայ է եւ ինչ։ Նա շուտվանից ռուսական գործիչ է, ռուս ֆաշիստական պետության կարկառուն դեմքերից է եւ նա բնավ հայության հետ կապ չունի։ Եվ նույն կերպել երևելի մարդկանց մասին կարելի ասել։ Եթե այդ մարդը զարգացել է եւ իր ինքնությունը վրացական միջավայրում վրացական գրող է, նա արդեն վրացական գրող է։ Եվ այդ ծագումը բնավ նշանակություն չունի, թե ծագումը ընդհակառակը, եթե ինչ որ նշանակություն էլ ունի, ուրեմն մենք պետքա կարողանանք այդ նշանակությունից միայն լավը քաղենք, ցույց տալով հայ-վրացական բարիդրացակամության տեսանկյունից, այլ ոչ թե պրովոկացիոն, եւ սովետական ժամանակաշրջանի այդ արձագանքները ես նկատեցի նաեւ այսօր Իվանաշվիլի օրոք կառավարվող Վրաստանում այդ հայ-վրացական հարաբերությունների կառուցման առումով։ Այո, մենք ունենք բավականին տարաձայնություններ, բայց ունենք շատ ու շատ ընդհանրություններ։ Ես ուրախ եմ գոնե մի բանի համար, որ այսօր գոնե արևմուտքում, նույն Եվրոպայում հասկանում են այդ ամեն ինչի մասին եւ տեսեք ժամանակին թե արևմուտքը, թե ամբողջ աշխարհը հարավային Կովկասի տարածաշրջանը ընկալում էր որպես մեկ միավոր Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, թե տնտեսական առումով, թե ճանապարհային կոմունիկացիաների առումով, թե երբեմն անցած ճանապարհից, որ երեք հանրապետություններն էլ եղել են ժամանակին սովետական տարածաշրջանից, հա, բխած եւ որոշակի մենտալիտետային տեսանկյունից նման են, բայց այսօր այդ նույն քաղաքակիրթ աշխարհը հստակ գիծ է քաշել։ Հայաստանը եւ Վրաստանը դիտարկում են որպես առանձին միավոր եւ Ադրբեջանը առանձին։ Ինչու՞։ Որովհետեւ իրանք հասկացան, որ արհեստական այդ զուտ տարածքային տեսանկյունից չի կարելի առաջնորդվել։ Գոյություն ունեն քաղաքակրթական հիմքեր։ Եվ իրանք տեսան, որ հարավային Կովկասում քաղաքակրթական առումով քաղաքակիրթ աշխարհի դաշնակիցները կարող են լինել վրացիները եւ հայերը։ Ադրբեջանը արդեն չի մտնում այդ ուրեմն ցանկի մեջ, որը որ ինչ որտեղ ուրախացնում է ինչ առումով, այն առումով, որ այնուամենայնիվ քաղաքակիրթ աշխարհը արդեն ուշադրություն դարձնելով եւ մանրակրկիտ զննելով տեսա, որ չէ, եղբայր։ Պետք է ուրեմն այս հարցը այսպես լուծվի։ Ինչևից է, առայժմ առաջի հաղորդման համար գոնե այս կանը մի փոքրիկ ճակերտներ բացեցինք, մենք տեսանք, որ անհրաժեշտությունը կա նման մանր, կարծես թե մանր հարցերին անդրադառնալ,
բայց հետագայում մենք ել ավելի մոտիկից կծանոթացնենք մեր կազմակերպության, որը կոչվում է Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպություն, որը ստեղծվել է 3 տարի առաջ, եւ ես կփորձեմ նաեւ մեր հաղորդումների ընթացքում ներկայացնել մեր հասած հաջողությունների, չնայած վիզուալ այսպես մեր գործունեության, այսինքն հաջողությունները չեն երևում, բայց բերած փաստերով դուք կհասկանաք, որ մեր գործունեությունը ինչ ուղղությամբ է եւ ինչ հաջողությունների ենք հասել։ Հավատացեք, Հայաստանը լինելու է ազատագրված, Հայաստանը լինելու է իրապես անկախ եւ Հայաստանը լինելու է միացյալ եւ քաղաքակիրթ աշխարհի ազատ պետությունների շարքում, որպես հավասարի հետ շփվելու ենք մեր աշխարհի բոլոր նորմալ քաղաքակիրթ պետությունների հետ։ Այսօր աշխարհը կայնած է մի անջրպետի դիմաց, որտեղ պետք է ընտրես բռնատիրական ռեժիմները, այսինքն ովքեր են այդ բռնատիրական ռեժիմները։ Բելարուս, Ռուսաստան, Ադրբեջան, Հյուսիսային Կորեա, Չինաստան, Թուրքիա, այսինքն այդ ընտանիքը, որոնք առաջնորդվում են բռնատիրությամբ։ Այսինքն եթե մեկը գալիս է իշխանությամբ, դա հավերժ է։ Հավերժ, այսինքն իշխանափոխությունից էլ լինում են պատերազմներ, սպանություններ եւ քաղաքակիրթ աշխարհ, որը հստակ գործում է օրենքի շրջանակներում, օրենքի գերիշխանությամբ։ Եկավ ժամկետը ցտեսություն, հանցագործություն արեցիր, դատվեցիր, բայց մենք հələ չենք մտել, մենք ընդհանրապես հայտարարում ենք, որ ուզում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս լինել, բայց մինչ օրս մենք հələ այդ քաղաքակիրթ աշխարհի մաս չենք։ Այնպես որ ստեսություն եւ կխնդրեի մեր դիտողներին այս հաղորդման տակ գրեիք, թե ինչն է ձեզ հուզում, ինչն է ձեզ հետաքրքրում։ Ես հիշեցի նախորդ շաբաթ տիկին շատ հարգարժան տիկին Գայանեի հարցադրումը, երբ որ ուղիղ եթերով ես էլի ելույթ էի ունենում հարցազրույցի ժամանակ, ինքը ինձ հարցրեց 3 ինչ հիմնական բանը ձեզ հուզում է, որ կուզենայիք իմանայիք մեր ժողովրդից, ինչ հարցադրումներ կանեիք, որպեսզի ճշգրտումներ անեիք։ Այդ նույն հարցադրումը խնդրում եմ, այդ դուք կարող եք այս իմ հաղորդման տակ գրել, նշել, ինչ հարցեր է ձեզ հուզում։ Շնորհակալություն, ստեսություն։